Սարգսյանի նկատմամբ իրարու սպանանքը վերացնելու, ինչպես նաև խափամիջոց կիրառված գրավ 20 միլիոն դրամի չափով խափամիջոցի կամ վերացնելու կամ նվազեցնելու, լսելով վարորդի մասնակիցների կարծիքը դատանը հանեց հետևյալը։ Նախ դատանը արձանագրում է հետևյալը, որ դատանի վարորդում է գտնում քրեական վարորդը ըստ մեղադրանքի Արթուր Դավթ Սարգսյանի և մյուս մեղադրյալների թվով ևս 17 անձի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 43-300 հոդվածի առաջին մասով, 43-419 հոդվածի առաջին մասով։ Սույն քրեական վարորդը գտնվում է հիմնական դատալսումների փուլում։ 2026 թվականի մայիսի 21-ին դատանի որոշմամբ Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ որպես խափամիջոց կիրառված տնային կալանքի ժամկետը երկարաձգվել էր 2 ամիս ժամկետով մինչև 2026 թվականի օգոստոսի 8-ը ամփոփողներով համացված կիրառված գրավը 20 միլիոն դրամի չափով։ 25 միլիոն դրամ դատանը չիվանը դա բարիպակ է ընդունում են։ Դատանը արձանագրում է նաև հետևյալը, դատանը նաև ուսումնասիրեց պաշտպանի կողմից միջնորդությամբ մեջ բերված վճարաբեկ դատանի 2024 թվականի մայիսի 14-ի ՍԴ 00660121 որոշումը, ինչպես նաև սահմանադրական դատանի ՍԴ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ ՍԴՕ 1619 որոշումները դատանը արձանագրում է հետևյալը, որ Արթուր Լավրենտի Սարգսյանը 2026 թվականի հուլիսի 21-ին ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի մի օր գումարման պատգամավորի կարգավիճակ և Արթուր Սարգսյանը դատանը նաև արձանագրում է, որ պատգամավոր է եղել նախորդ 8-րդ գումարման ազգային ժողովի պատգամավոր է եղել, որը գործում է, այսինքն անընդհատության սկզբունքով գործում է մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը, այսինքն անընդհատությունը չի խախտվել։ 2025 թվականին գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա ազգային ժողովը զրկել է Սարգսյանին, Արթուր Լավրենտի Սարգսյանին պատգամավորի անձեռնարկությունից և սահմանադրության 90 հոդվածի առաջին մասի համաձայն ազգային ժողովը, ինչպես որ գիտեք, ընտրում է 5 տարի ժամկետով, երկրորդ մասը սահմանում է, որ հերթական ընտրությունների դեպքում նորոգվի ազգային ժողովի լիազորությունները սկսվում են նախորդ գումարման ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտման օրը, նիստերի ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացմամբ։ Դատանը ուրեմն նաև արձանագրում է, որ 90 հոդվածի երկրորդ մասը գործում ազգային ժողովի որոշակի սկզբունքով նորոգվի ազգային ժողովը սկսում է իր գործունեությունը, ունի լիազորությունների դադարեցման օր, որը տվյալ դեպքում Արթուր Սարգսյանը ըստ էության դադարելու ունենալ չի կարող, ազգային ժողովի կարգավիճակն ունեցել է և ունի մինչև 8-րդ գումարման ազգային ժողովի մասին է, մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը, հետևաբար սահմանադրական օրենքի և կարգավիճակների համաձայն Արթուր Սարգսյանի հանրային քրեական հետապնդումը իրականացնելու նրա նկատմամբ ազատության հետ կապված խափամիջոց կրելու անձնարարությունը նախկինում հաղթահարված է և կրկին դրա
անհրաժեշտությունը, ոչ թե անհրաժեշտությունը, այլ կրկին դրա կրկին հաղթահարելու այդպիսի անհրաժեշտություն առկա չէ, եւ այն հիմքով, որը որ պաշտպան Վարդևանյան դուք նշում եք, որ հուլիսի 21-ին ձեռք է բերել պատգամավորի կարգավիճակ եւ այդ հիմքով պետք է խափան միջոցը իրարված տնային կալանքը վերացվի, դատարանի կողմից ընդունելի չէ, դատարանը նաեւ մեջբերում չկատարեմ, նաեւ ինքներդ ձեր ձեռքի տակ ունենաք 2024 թվականի մայիսի 14-ի ազգային Հայաստանի Հանրապետության վճարաբեկ դատարանի իմ կողմից նախորդից հիշատակված ՍԴ 0066-01-21 որոշումը նախադեպային, որը կայացել էր կոնկրետ Մխիթար Սեյանի Զաքարյանի մասով, դա նույնական չէ եւ վերաբերելի չի սույն դեպքին, քանի որ տվյալ անձը նախկինում պատգամավոր չի եղել, ի տարբերություն Արտուր Սարգսյանի, որը այս պայծրությամբ համարվում է պատգամավոր, նաև 9-րդ նստաշրջանի պատգամավոր է արդեն հուլիսի 21-ի դրությամբ եւ նաև դատարանի կողմից մեջբերված ՍԴՕ 16-19-21 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումներ չէր վերաբերում նման նույնական հանգամանքներ չեն, այնտեղ վերաբերում են այն անձի, որը որ նոր պատգամավորի կարգավիճակ էր ստանձնում։ Այսինքն Արտուր Սարգսյանը այսօրվա դրությամբ դեռևս 8-րդ ազգային ժողովի 8-րդ գումարման նստաշրջանից համարվում է եւ շարունակում է իր լիազորությունները, մեկ վայրկյան դեռս ես ձեզ չեմ ընդհատել։ Պատգամավոր է, պատգամավորն ամենը զրկվել էր, չէ՞, այդ որոշակի իրավունքներից եւ դատարանի կողմից անընդունելի է, այսինքն դատարանը հիմնավոր չի համարում ձեր այդ պատճառաբանությունը, որ սույն հիմքով, այսինքն 2026 թվականի հուլիսի 21-ի դրությամբ, այսինքն պատգամավոր դառնալու հիմքով վերջինս ենթակա է տնային կալանքից ազատման։ Այս հիմքը դուք կարող եք հետագայում բնականաբար, քանի որ օգոստոսի 8-ին է հեռանում Արտուր Սարգսյանի տնային կալանքի ժամկետը, այսին ես ձեզ չեմ ընդհատել, ես չեմ ավարտել ես։ Ես չեմ ընդհատել, շարունակում եմ դեռ։ Ավարտել, բնականաբար արտահայտելու իրավունք ունենաք։ Արտուր Սարգսյանը նորից եմ կրկնում այն հիմքով, որ դուք նշել եք, ձեր միջնորդությունը ենթակա մերժման, դուք այդ որոշումը, միջնորդությունը կարող եք նմանատիպ կամ այլ տիպի միջնորդություն այդ նույն հիմքով ինքը նշելով մեջբերելով կարող եք անել, երբ որ Արտուր Սարգսյանի կալանքի ժամկետը երկարաձգելու, փոփոխելու կամ խափան միջոցը ընդհանրապես վերացնելու այդ հարցը քննարկվի, ես նորից եմ կրկնում այն օգոստոսի 8-ին է ավարտվում, դատարանի պատճառաբանությունները այս կամ այն մանրակրկիտ որոշմանը կծանոթանաք դատարանն կուղարկի ձեզ, որոշումներ դուք կարող եք ստանալու այս 10-օրյա ժամկետում բողոքարկել վերագրիչ քրեական դատարանը, պատասխանելով ձեր հարցին, այդմ է, որ Արտուր Սարգսյանին տարբեր խնդիրների հետ կապված եւ առողջական եւ այլ խնդիրների հետ կապված դատարանը թույլատրել էր, որպեսզի հստակ ժամկետով խափան միջոց տնային կալանքի պայմանները փոխվել ժամանակով։ Նույնը վերաբերում է նաեւ օգոստոսի 2-ի ազգային ժողովի։ Արտուր Սարգսյանը բնականաբար ձեր միջնորդության դեպքում եւ դատարանի թույլտվությամբ կմասնակցի այդ ազգային ժողովին, բնականաբար ոստիկանության համըսխան բաժնի աշխատակցիների։ Լրություն դարիչում։ Սա ձեր հարցի պատասխանն է։ Որոշումը դատարանը հրապարակեց եւ ցանկանում եմ ուշադրությունը հրավիրել վարքի մասնակիցների
այն հանգամանքի վրա, որ խոսքը վերաբերվում էր այն անձին, որ նոր պատգամավորի կարգավիճակի ստորագրել, որից են տեսնում Արտուր Սարգսյանի կարգավիճակ եւ շարունակաբար, այո, օգոստոսի 2-ից էլ ընդհանուր կարգավիճակ։ Ես ասեք, արդեն 9 օր Մասում